Սիրելի հետևորդներ, բարի լույս, այսօր ապրիլի 29-ն է, առավոտից պարկեցիր Նիկա, իմ ձենը չի խանգարի, չէ քեզ, չէ, առավոտից ուրեմն արթնացել ենք, շատ հավեսով օրվա վլոգ եմ նկարել, չեմ ուզում մանրամասնեմ, մի խոսքով հավեսով հենա, հաց-մաց, տենց բաներ, լիարժեք ընտանիքով, հաճելի մարդկանց հետ, օրվա վլոգում կտենանք, որ վլոգից համուհոտը չկորի, էլի, ու ինչի պարկեց Նիկան, էլի կհասկանաք, որ վլոգս նայեք մյուս օրը, իսկ այս պահին, այսօր ամսի 29-ն է, ժամը, քանիսն է, 11:27 է մեր ժամով, այսօր, այ մամա ջան, ինչքան նամակներ ունեն, հեչ մտադրություն չունեիս ելի հետևորդներ, որ այս ծևի նկարահանում անեմ, բայց քանի որ սիրում եմ իմ հետևորդների հետ ասելը, խոսալը, շփվելը, դրականը տալն ու ստանալը, չկարողացա անտարբեր անցնել ծևանալ, իբր թե ոչ մի բան չի եղել, հեռախոսս էլ ես մեկը զարյատկա չունի վաբշե ոչ մի ձևի։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ես մտածում եմ Նազիկ Անտոնյանի նման էլի հետևորդներ ունեմ, ովքեր նեղանում են իմ վրա, նեղանում եք, ճիշտ եք անում, դուք դրա իրավունքը հաստատ ունեք, բայց ես էլ իմ հերթին չգիտեմ ում վրա նեղանամ, որովհետև նկատած կլինեք, որ իմ ոչ մի հատ գրառում անպատասխան չի մնում, այսա հերթով կարդամ լսեք։ Իմ սիրելի Անահիտ, ուրախ եմ, որ լավ եք, հոգատար կին, ամուսին, ուրախ եմ ձեր համար, բայց իմ գրածները բոլորը անպատասխան են մնում, ես արդեն իսկ պատասխանել եմ, մտածում եմ երևի թե YouTube հարթակն է մեղավոր, որ իմ այսպես ասած գրառումները մնում են անպատասխան, սա Նազիկ ջան, գրել եք, այս հոլովակից ներքո որոշեցինք համ հավաքվենք, համ էլ հյուր գնանք, մի ժամ առաջ եք գրել, հեսա, սենց որ ցույց տամ կտեսնեք, ու երբ որ արդեն սա էլ կարդացի ու տեսա, որ էլի անպատասխան է մնում, էլ չասեմ, երեկվա վլոգից մասին, հեսա, մի րոպե, սա հենց երեկվան նախառնել եմ ես արդեն, որ քանի, երորդ, չորորդ գրառումն է, դուք ինձ գրում եք ամեն անգամ, որ եթե գրառումս տեսնում եք, իմաց տվեք, ձեն հանեք, տո ես իմացել եմ տալիս, ձեն էլ եմ հանում, բարձրաձայնում էլ եմ սիրելի հետևորդներ ջան, որ իմանաք, ոնց ասեմ, ձեզ բարձի թողի վիճակում չեմ թողում էլի, այս հենց ասեմ ու անցնենք առաջ, հիմա այստեղ այսօրվա վլոգում էլի գրել եք Նազիկ ջան, ապրես որ շփվում ես ամուսնուդ բարեկամների հետ, բա եթե մի ընտանիք ենք, մի տուն ենք, ոնց կարանք չշփվենք, ես չեմ պատկերացնում տենց մարդ, որ չգիտեմ, էլի, տեսեք, բոլորին, ում ես, ովքեր որ շուտ են գրել, պատասխանել եմ, ովքեր որ մի ժամ, երկու ժամ, այն որ պատասխանում եմ, էլի սիրելի հետևորդներ ջան, սիրելի Անահիտս, ձեզ ամեն օր հետևում եմ, նայում, լայքում, բայց ինչպես միշտ նամակներս մնում են գոնե նստած ժամանակ, մարդկանց նամակներին պատասխանի, համել սուրճդ վայելի, սիրուն Անահիտս, եթե նորից չպատասխանես կնեղանամ,
Ես չեմ ուզում, որ ինձանից ոչ դուք նեղանաք, Նազիկ ջան, ոչ էլ իմ որևիցե մի հետևորդ բարեկամ, քանի որ եթե դուք իմ էջ եք եկել ձեր ժամանակից, ոսկե ժամանակից կտրել եք ու համեցել իմ մեջ, բա ես ինչա, ուրեմն օրվա մեջ, թեկուզ 20-20 րոպեներով, ինչքան ուզում զբաղված լինեմ, ինչքան ուզում ինչ լնելուց լնեմ, ես նախ ցանկացած գրառում պարտադիր սրտի կմեմ ու պատասխանում եմ մենակ սրտիկով երբևիցե չեմ բավարարվում, որովհետև ես միշտ ասել եմ, եթե տեղերով փոխվենք, ես ելնեմ բաժանորդ, դուք բլոգեր, ինձ դուր չի գա, որ ասեմ հադե մի սրտի կեր դրեց գնաց էլի, տենց չի, ինչքան ուզում վիդեոներ ունեմ, որ 400-500 կոմենտ ունեն գրած, բոլորին էլ պատասխանել եմ գոնե գրելով մերսի շատ, կամ շնորհակալ եմ, կամ վախ ինչ լավներ, տենց մի բան պարտադիր գրում եմ, հիմա ինչի ուզեցի ես ուղիղ եթերը տեսա զրույց անեմ ձեր հետ միասին, սիրելի հետևորդներ ջան, որովհետև մտածում եմ Նազիկ Անտոնյանի նման շատ մարդիկ են փաստորեն նման պատասխան, սա երևի կամ կապի խնդիր է, կամ YouTube հարթակի ծանրաբեռնվածության խնդիր է, ինչ որ մի բան կա, եթե ձեզնից որևիցե մեկն էլ Նազիկի նման մնում է անպատասխան, ապա հայցում եմ ձեր ներողամտությունը, քանի որ ես գիտեմ, որ ես պատասխանում եմ, բայց թե ինչի չի ձեզ հասնում, երևի թե կամ կապերից է, կամ էլ հարթակի ծանրաբեռնվածությունից, քանի որ նկատած կլինեք, հենց YouTube-ը Հայաստանը մոնետիզացվեց, շատ մարդիկ ուզում են, որ իրանք էլ աշխատեն, իրանք էլ իրանց օրվա գումարն ունենան, լումաններ դնեն իրանց ընտանեկան բյուջեին, ոնց ես եմ ուզում ու իմ նման շատ մարդիկ, այնպես որ Նազիկ ջան, հարգելիս, սիրելիս, բարեկամս, ես երբևիցե ոչ մեկին անպատասխան չեմ թողել, իմ համար կապ չունի, դուք եք, թեկուզ իմ ամուսինա երեք նստազնայել ասմա, ինձ հետաքրքիր ա դու ինչեր ես նկարել դրել, ու ինքը սիրում ա մի ծաղկե փունջ, մի հատ վերջը լայք, սենց բաներ, ես իրան, այն որ իմն ա, մի հատ սրտիկ եմ անում ու բաց թողում, չեմ պատասխանում, այ իրանից են կողմ, միշտ էլ բոլորին գրում եմ, մերսի շատ, շնորհակալ եմ, կամ ինչ լավն եք, այնպես որ կրկին ու կրկին անգամ հայցում եմ ձեր ներողամտությունը, սիրելի հետևորդներ ջան, ու իրոք էլի անկեղծ ու մաքուր սրտով եմ ասում, էդ իմ մեղքը չի, ես մեղավոր չեմ, ախպեր, սենց ասեմ, իսկ մի ռաբոչի հագնվել եմ, որովհետև այն կոմերում գործ ունեմ, ուզում եմ մազերս էլ հավաքեմ ու գնամ գործի, իհարկե, հետո որքանի որ վարպետը պտի գա, ուզում եմ գնամ կաֆելները մի հատ լվանա, չորանա, որ հերթը հասենա Զաձիրկա կոչվածին, Զաձիրկեն էլ հոփոշոտ կաֆելի վրա չի խփվի, բայց էտու հանդերձ ժամանակս էլի ասի մի հատ նստեմ տենամով ինչա գրել, փորձեմ պատասխանեմ ու հետո անցնեմ իմ գործերին, որովհետև մի 2-3 ժամ ունեմ ես այնպիսի գործեր, համ տան գործ, աման լվալ, պոլերը սրբել, քանի Ալեքսը տանը չի, ամուսինս էլ պարկել է հանգստանա իր համար, այդ ընթացքը ինձ պետքական գործերս առաջ գցեմ, այնպես որ սիրելիներս, ես սիրում եմ ձեզ, ես շնորհակալ եմ ձեզ ու երբեք չեմ ուզում նեղացնեմ, առավել ևս էլ անպատասխան թողամ, որովհետև էդ իմ տեսակը չի, էդ իմ վերաբերմունքի ձևը չի, ես սիրում եմ բոլորին անձառանց պատասխանել, որովհետև ամենքդ էլ արժանի եք ձեր պատասխանին, ինչ ասեմ, այս պահի համար այսքանը, կհանդիպենք օրվա վլոգում, դե գիտեք երեկվանը այսօր դեռ չեմ հասցրել, նույնիսկ ժամանակ չունեմ, որ մոնտաժեմ տեղադրեմ, բայց օրվա ընթացքում կմոնտաժեմ, կտեղադրեմ, իսկ սա հենց այս պահին էլ կտեղադրեմ, որ ոչ մեկիդ նեղացրած չլինեմ, ես գնամ իմ գործերով, կհանդիպենք օրվա վլոգում, առայժմ